Հիսուսը ծնվեց, լույսը մտավ մեր խավար, շնորհը եկավ դատաստանից առաջ և փրկագնումը գտավ իր սկիզբը։ Թող այս սուրբ ծնունդը լցնի մեր սիրտը խաղաղությամբ, մեր տունը հույսով և մեր կյանքը այն լուռ վստահությամբ, որ մենք երբեք միայնակ չենք, քանի որ Քրիստոսը մեզ հետ է։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Եկեք կարդանք Սուրբ Գրքից այն հատվածները, որտեղ նկարագրվում է Հիսուսի ծնունդը։ Մատթեոս ավետարան, գլուխ 1, 18-րդ խոսքից։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Նրա ամուսինը Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը, Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է, նա որդի պիտի ծնի և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»։ Սա գրված է Եսայի մարգարեության 7-րդ գլխի 14-րդ համարում։ Եվ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ, և նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։ Ավետարան ըստ Ղուկասի։ Հիսուսի ծննդյան ավետումը։ 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ինչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես, և նա մեծ կլինի ու Բարձրյալի որդի կկոչվի, և Տերը Աստված նրան կտա Դավթի նրա հոր աթոռը, և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան, և նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպես կլինի, չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, 6-րդ ամսվա մեջ է, որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։ Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո ասածի համաձայն
լինի ինձ, և հրեշտակը հեռացավ նրա մոտից։ Երկրորդ գլուխ առաջին խոսքից։ Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ Այս առաջին մարդահամարը եղավ ասորիքի կուսակալ Կյուրենոսի ժամանակ, և բոլորը գնում էին արձանագրվելու ամեն մեկն իր քաղաքը։ Հովսեփն էլ Գալիլեայից, Նազարեթ քաղաքից գնաց Հուդա, Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր, որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի Մարիամի հետ, որ հղի էր։ Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։ Այնտեղ դաշտում մնացած հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում, և ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախ ապրեցին, երբ հրեշտակը նրանց ասաց. «Մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդին է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ ծնվեց, որ է օծյալ Տերը։ Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն ու մարդկանց մեջ հաճություն»։ Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։ Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային մսուրի մեջ պառկած։ Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։ Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա, իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտորում։ Հովիվները հետ դարձան, Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։ Եսայի մարգարեն խոսում է, թե ով էր ծնվողը։ Քրիստոսի ծնունդից մոտավորապես 750 տարի առաջ իր մարգարեության 9-րդ գլխի 6-րդ խոսքում ասում է. «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։ Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա»։ Եկեք կարդանք Հովհաննեսի ավետարանից ևս մի հատված։ «Սկզբում էր բանը, և բանն Աստծու մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույս էր, և լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց»։
14-րդ խոսքում գրված է. «Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ»։ Քրիստոսի ծնունդը աշխարհի իրադարձությունների մեջ մանանեխի հատիկի պես էր, աննշան։ Աննշան մարդկանց, աննշան վայրում, աննշան մի իրադարձություն։ Գիտեք ում համար էր նշանավոր այդ իրադարձությունը։ Երկնքում ցնծություն էր, հրեշտակները փառաբանում էին Աստծուն, որովհետև մեծ հաղթանակի խոնարհ սկիզբն էր դրվում։ Այսօր քո կյանքը գուցե շատերի համար աննշան է, գուցե ինքդ քեզնից ես հիասթափվել, բայց եթե ապաշխարես, գրված է, երկնքում ցնծություն է լինում մեկ ապաշխարողի համար։ Իմացիր և հիշիր Տեր Հիսուսի ախոռում ծնվելը, մսուրի մեջ խանձարուրով փաթաթված դրվելը մեզ մի բան է սովորեցնում. եկեք չանարգենք փոքր բաները և եկեք թեկուզ փոքր, բայց հաստատ քայլերով, հավատարիմ քայլերով մոտենանք Տիրոջը։ Ամեն։